Ամեն գիշեր 10:20, 12:20, 2:20, 4:20, դե ժամը, իրան ժամը, նակրկելի ժամը։ Սովորական է, էլի տարել, էլ նույն ձևի կրակում են էլի։ Այս գիշեր էլ են կրակել։ Հա, ժամը 10:30, 12:30, 2:30, 4:30, դες կրակում են էլի։ Սահմանամերձ դարձած Խոզնավարի բնակիչներն արդեն անգիր գիտեն ժամերը, երբ գյուղին կպած ադրբեջանական դիրքերից կրակում են։ Այս գիշերը եւս խաղաղ չի եղել, պատմեց խոզնավարցի Ռոման Գրիգորյանն ու նշեց, վնասներ այս պահին չեն արձանագրել, գուցեև հաջորդ օրերին դրանք ի հայտ գան։ Կրակել են, բայց չի կպել։ Մարդիկ կա պատահական ելնի տանիքը դենա ընկած անտեպ համբուշտ։ Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերն տարբերություն այս գիշերվա ծանր էր հատկապես Կարինե Հակոբյանյանի ընտանիքի համար։ Ադրբեջանական կրակոցները վնասել են նրանց տանիքին տեղադրված ջրատաքացուցիչը։ Այն բաները կոլբեքը շուշեքը կուտանա, մին եկավ, մերկու եկնե վնասվալ, ասենա չխոտա, պիտի լրի յանգամից ցարքվի, որ նոր աշխատի։ 7 հոգանոց ընտանիքի 3 երեխաները բարեբախտաբար քնած էին, ոչինչ չեն լսել, բայց տանտիկին արթուն էր։ 20 գիշերը, 19 անցակցակշերը, 20 գիշերը, 2:30 կրակալ են։ Բայց եթե 2 մետր իջներ ներքև, այդ սենյակին էր պրյամոքյու, այդ հասնի սենյակն ալի, հասնի սենյակի տոքին է տիրած արևային։ Ընտանիքի կրած վնասին մոտիկից ծանոթացել են տարածքում դիտորդություն անող եվրոպացիները։ Կարինեն ցույց է տվել վնասված ու անպիտան դարձած ջրատաքացուցիչը։ Ալրիվ իրանք տեսալ են, այն ամպանը որ եկալ կրակալ են երինգյաս, մի հատը ճարալեք, մի հատը երևի գրիշի մեջնային գալ, հինչ երկուսն այդել է դստամը։ Երկուսն ամերը եկալ, դե ինչքանա հետո կրակում գիզում չեմ։ Պաշտպանության նախարարությունն այս գիշերվա կրակոցների մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածել։ Անցած մեկ ամսում ռազմական գերատեսչությունը 3 անգամ է անդրադարձել ադրբեջանական կրակոցներին, ընդ որում այն ժամանակ, երբ դրանք վնասել են որևէ շինություն, որոնցից մեկն էլ վնասված ջրատաքացուցիչի մասին էր։ Մյուս դեպքերում կրակոցները համարվել են ոչ թիրախային։ Ռազմական կառույցը հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին չհայտնեց նաև այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն օրերս ուղիղ հայտարարեց։ Պատասխան կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Խոզնավարի մասին հաղորդագրություն տարածել է նաև հայ-ադրբեջանական սահմանին դիտորդություն անող Եվրամիության առաքելությունը, ենթադրելով, որ կրակոցներն ադրբեջանական կողմից են։ Խոզնավարում Եվրամիության դիտորդական առաքելությունը նկատել է 2 կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը։ Կրակոցները հնարավոր է արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից։ Չնայած ադրբեջանական կրակոցները մեկ ամիս է չեն դադարում, խորհրդանի խոսնակ Ալեն Սիմոնյանը համարում է, որ պատերազմի հավանականությունը չի մեծացելու մեծանալու, հայ-ադրբեջանական բանակցություններն էլ փակուղում չեն։ Ոչ, բանակցությունները փակուղում չեն, ոչ, քննարկումները շարունակվում են, բանակցությունները փակուղում չի նվելու եւ պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, որևիցե քայլով չի ավելացվելու եւ չի ավելանա։ Կողմերն ավելի քան մեկ ամիս առաջ են համաձայնեցրել խաղաղության պայմանագրի տեքստը, սակայն Բաքուն հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը, քանի դեռ չի փոխվել Հայաստանի սահմանադրությունն ու չի լուծարվել Մինսկի խումբը։ Եթե Ադրբեջանը խաղաղություն հաստատելու նպատակ ունի, ինչու է այնուամենայնիվ կրակում։ Բացատրությունը հետեւյալն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի մեղադրանքներին ի պատասխան գրեթե ամեն օր հիշեցրել է հրադադարի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը, որին Բաքուն որևէ կերպ չի արձագանքում։